Եթե կհասկանաք Կանչում եք, ում եք եկել տանեք։ Նիկոլին Թարգմանեք։ որոշ այո մենք կթարգմանենք Բայց արած խոսում։ տանելու եմ ըստ մեղքերի։ Իսկ ինչ մեղք ա գործել։ մեղքերը Մեղքերը այստեղ նշված են։ Իհարկե ոմ Այստեղ թե չէ, սա ինձ են ձեր հետ ուղարկելու։ Մի քիչ առաջ կգաք, տիկին դրող։ փոքրել էլի ես դեպի աչքից Հատ կոմունիկացիա գելի է դրող։ Մի քիչ հերթին ասեք, հա։ Բարով կա։ Տեք դեպի անությունը ձեր դժոխային դեպքում։ Վահելի չի բարի։ Իսկ կներեք դժոխքում ավելի վատ հեսցել մեր իրական։ Ուրեմն սա մեր մահվան դեսպանն է, եկել է դժոխքից, ասելու որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժոխք, եւ Նիկոլի կենակցին եւ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժոխքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժոխքի շատ քիչ պատիժ մարդիկ ովքեր որ պատիժ են կրում հիմա դժոխքում, շատ քչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել եւ այդպես սրբապղծություն, նեռապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն եւ այլասերվածություն, որի մասին ասեցինք արդեն, ու սրբապղծություն, որը եւս ասեցինք, սա խնդրում ենք մենք դժոխքի դեսպանը պահի։ Ուրեմն մի քանի բան, որ մենք շատ հստակ ուզում ենք հայտարարենք այսօր։ Մենք չենք ասում, որ մենք ընդհանրապես քաղաքական կազմակերպություն չենք, քաղաքական ուժ չենք, եւ մենք որևէ քաղաքական հավակնություններ չունենք, ըստ այդմ չենք պատասխանատվություն ստանձնում հեղափոխության համար։ Մենք սա անում ենք որպեսզի բոլորին կոչ անենք վերջապես դուրս գալ պայքարի, որովհետև սա արդեն ընդհանրապես անընդունելի է եւ ինչպես անցած անգամ ասում էինք, Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Ես հասկանում եմ, որ բոլորի հիմա սպասում են, որ հայ առաքելական եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի եւ վերջապես կառաջնորդի ամբողջ պայքարը։ Ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանելու հայ առաքելական եկեղեցու մոտեցումը։ Ես կարող եմ միայն խնդրել նրանց, որ առնվազն երթ անեն, որպեսզի հին ավանդության համաձայն առաջինը էքզորցիզմ անեն այս ճարիքի, որը որ զավթել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ իր ճարիքը ոչ միայն մարմնավորում է, այլ նաեւ տարածում է ամբողջ Հայաստանով, ինչի պատճառով մենք տեսնում ենք անդադար արհավիրքներ, անդադար կորուստներ եւ անդադար տառապանք։ Ու մենք տեսնում ենք հենց Նիկոլի պատճառով, թե ինչպես է գլորվում անդունդ մեր սիրելի Հայաստանը։ Այսպիսի հայտարարություններով դուք իրատեսական եք համարում, որ որևէ բան կարող եք փոխել։ Տեսեք, ես գիտեմ մի բան։ Երբ որ պայքարը ընդհանուր մարում է, ինչպես հիմա եղավ, եւ 5 տարի շարունակ ցավոք սրտի մենք պետք է ասենք, որ տարբեր ուժերը երբեմն հենց հատուկ մարեցրել են պայքարը, կհանդգնեմ նման բան ասել։ Այնուամենայնիվ ես գիտեմ, որ պարբերաբար, նույնիսկ փոքրիկ կայծերով հնարավոր է վերականգնել պայքարը։ Ես նաև հասկանում եմ, որ հիմա եղանակային պայմաններն էլ թույլ չեն տալիս, որ մեծ պայքար լինի, բայց ես վստահ եմ։ Դե շոքի ինչ որ մարդիկ գոնե միգուցե դրա համար։ Համենայն դեպս Քարքչում եք մարդկանց գործի վրա, շատ լավ եղանակը հրաշալի քայլելու համար առավոտ։ Այդ դեպքում հիանալի առավոտյան հով է միանշանակ։ Նորից, ես ինձ հաթող անեն միանշանակ, մենք անընդհատ բոլորին հանդես են գալիս կոչով, կոչ ենք անում մարդկանց, որ իրենք ակցիա անեն, անընդհատ ասում ենք, չեք ուզում մեզ միանանք, մենք կոչ ենք անում, որ հենց մեզ միանանք, մենք կոչ ենք անում, որ ակցիաներ անենք, մենք կոչ ենք անում նաև,
որ ընդդիմությունը, եթե չի կարողանում առաջնորդել պայքարը, վայր դնի մանդատները վերջապես եւ դուրս գա ազգային ժողովից։ Դա ինչ անի։ Դուրս գա եւ համարենք, որ մի տարի բան մնացել, մենք այս տարում կարող է Սյունիքը կորցնենք։ Ու ընդ որում մենք շատ հնարավոր է որ շատ շուտով կկորցնենք Սյունիքը, որովհետեւ 5 տարի շարունակ մենք տեսնում ենք, թե ինչպես էր Նիկոլը տարբեր բաներով կոծկում լուրջ բաները, փոխում էր մարդկանց ուշադրությունը եւ միանգամից կարողանում էր անել այն, ինչ որ փաստացի անում էր։ Այսինքն դուրս կան փողոցային պայքարի, հա, մանդատները վայր։ Այո, դուրս կան փողոցային պայքարի։ Հիմա տեսեք, մարդիկ ասում են, որ փողոցային պայքար արել ենք, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Բոլոր ցույցերի մենք մասնակցել ենք, փոքր ցույցերի, մեծ ցույցերի, բոլորին մասնակցել ենք եւ հստակ տեսել ենք այն հաստատակամությունը, որ Նիկոլը իր կեղծ հեղափոխությամբ իբր թե դրսևորեց, իրենք չեն դրսևորել։ Եվ դրա համար ամբողջ հետապալվում է։ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի եկեղեցու եւ եկեղեցականների դեմ արված հայտարարությունները, թե ընդհանրապես պահանջում եք, որ հրաժարական ներկայացնի։ Տեսեք, 5 տարի շարունակ մենք անընդմեջ Նիկոլի դեմ պայքարում ենք հայտարարելով, անվանելով իրեն դավաճան, անվանելով իրեն հանցագործ, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածները ոտնահարած, սահմանադրությունը ոտնահարած եւ ազգի պատիվը փաստացի ընդհանրապես կործանած մարդ։ Այնուամենայնիվ, այժմ ինքը այն վերջի հնարավոր գիծը հատեց, որի բացատրությունները ինքը ընդհանրապես չունի։ Այսինքն, եթե առաջ ինքը ինչ-որ բաներով փորձում էր նենգափոխությամբ բացատրություններ ներկայացնել եւ ցավոք սրտի հանրության ինչ-որ խավի վրա դա ազդում էր, ապա այժմ ոչ մի ձևով ինքը չի կարող բացատրություններ ներկայացնել։ Այդ հետո աջակցություն եկեղեցու մեկ անգամ նիստ ակցիա եղել է այստեղ։ Այո։ Բայց դրանից հետո շարունակվում են գրառները, այսօր եւս Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել եկեղեցուն։ Եվ ինչով եք պայմանավորում, որ այնուամենայնիվ հասարակական արձագանք չի լինում, այստեղ օրինակ դուք 3 հոգով եք։ Այո։ 3 միլիոն բնակչությունից։ Ահա, տեսեք, առաջինը ինձ համար երբևիցե քանակը խնդիր չէր։ Ցավոք սրտի 18 թվականին, երբ որ չնայած որ ես ընդդիմադիր էի, բայց 18 թվականին ինձ համար ակնհայտ էր, որ ամբողջը արվում է հենց Արցախը հանձնելու համար, եւ դրա համար 18 թվականին ես չեմ մասնակցել ու ես տեսել եմ, թե ինչպես մարդիկ զուտ խաղի համար սկզբից, հետո ինչ որ թույլտվության, թողտվության եւ այլնի պատճառով դուրս են գալիս փողոց, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես ամենացածր խավը մեկ էլ փակում էր փողոցները։ Այդպես մենք տեսանք, թե ինչպես կարողանում են ավերել ամբողջ երկիրը, երբ որ խոսում են մեծամասնությունը։ Մենք խնդիր չունենք մեծամասնությամբ։ Մենք այսքանով շատ ավելի շատ ենք ներկայացնում ազգը, քան այն մեծամասնությունը, որ ընդհանրապես թմբիրի մեջ է։ Գալով իմ հարցին, հա, շարունակում։ Ահա, հիմա գալով ձեր հարցին, ես մի հատ բան ասեմ, որ երբ որ հատում են կարմիր գիծը, Մեր կուսակրոն եկեղեցականները թե չունեն։ տեսեք, ես հոգևոր զարգացման ճանապարհով գնացող մարդ եմ, ըստ այդմ ես գիտեմ, որ եթե ես լինեի մեր եկեղեցականների տեղը, ես ընդամենը կասի անարակ որդի ավելի խորը բաների մասին մտածի, բայց քանի որ այս պահին ես զուտ հայ ազգն եմ ներկայացնում, ես զուտ որպես հայ եմ հանդես գալիս, բայց նաև որպես մասնագետ, ես գիտեմ, որ այլ մարդիկ են սկսում փորփրել մյուսին ներքնած գեստը, ովքեր իրենք իրենցով եւ ոչ մի բանի ունակ չեն։ Եվ ըստ այդմ ես կկասկածեմ ուրեմն, որ Նիկոլի որդիները եւ զավակները Նիկոլի զավակներն են, եւ ըստ այդմ թող ինքը ավելի շուտ իր կեղտոտ ներքնած գեստը փորփրի եւ չհամարձակվի ընդհանրապես եւ որևէ հոգեվորականի հասցեով իր կեղտոտ բերանով մի բան խոսել։ Այսինքն, որովհետև հոգևորականներն իրականում ձեր կարծիքով որևիցե մեղք չեն գործել եւ այն հարային շրջանում տարածված տեղեկությունները, որոնք առնչվել են որոշ հոգևորականների, օրինակ իրականության հետ աղերս չունեն, թե պետք չի այդ մասին խոսել, օրինակ ինչու եւ ինչպես օրինակ ինչ որ մի հոգևորական Bentley ձեռք բերել, այդ մասին չպիտի խոսել։ Տեսեք, առաջինը ես համարում եմ, որ հոգևորական դաշտը ինքը պիտի պատժի նրանց, ովքեր որ խախտում են իրենց կողմից վերցված կանոնները, ամենևին ոչ հասարակությունը եւ ոչ պետությունը, որովհետեւ եթե հասարակությունն է կամ պետությունն է սկսում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մենք ավերում ենք հիմնականը, մենք ավերում ենք եկեղեցու հիմքերը։ Ինչ վերաբերում է հոգևորականներին, որոնք որ հնարավոր է որ սխալներ են արել, հատկապես ներքևի մակարդակի հոգևորականները, ապա նրանք այս ազգի մասն են։ Երբ որ պետության գլխին կանգնած է ազգի տականքը եւ ամբողջ ազգը գլորվում է ներքև, ապա ներքև գլորվում են նաեւ նրանք, ովքեր որ
տարբեր վայրերում են, այդ թվում միգուցե հոգևորական են եւ միգուցե նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր որ սխալվել են։ Նրանք կքավեն իրենց մեղքերը եւ կլուծեն հարցերը, բայց դա իրենց ներքին հարցն է եւ ամենևին ոչ մեր։ Նիկոլը ինքն է իր դատը տարել։ Ստեղ ոչ դեսպան, ոչ հոգիներ, ամեն մարդ իր դատաստանը ինքն է կատարում։ Հիմա դուք եկել եք, որ հիշեցնեք Իր գործողությամբ ամեն ինչով չի կարելի ազգին դավաճանել եւ արդար մնալ։